Արարատյան խոհանոցն է եթերում հարգելի հեռուստադիտողներ, նախատոնական տրամադրություններով։ Ուզում եմ իմ ջերմ ողջույնները փոխանցել մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր ես վստահ եմ, որ համակված են նախատոնական լավ տրամադրությամբ։ Այսօր ուզում ենք ձեզ օգտակար լինենք, հարգելի հեռուստադիտողներ, եւ պատրաստել ամանորյա ամենահիմնական կերակրատեսակներից մեկը՝ տարեհացը։ Այդ գործում ինձ կօգնի հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լուի Շարդեն, ռեստորանային ցանցի ավագ խոհարար եւ մեր ձեր լավ բարեկամ Գարիկ Գևորգյանը։ Ողջույն Գարիկ։ Ողջույն պարոն, շատ լավ դուք։ Լավ, ուրախ եմ, որ այստեղ ես եւ շնորհակալ եմ, որ այս երու զերի մեջ ժամանակ գտար։ Մեզ շատ են զանգահարում, շատ են հարցնում, թե ինչ պիտի դնենք սեղանին։ Հիմնական մասը գիտեն բոլորը։ Տոլմա, բլինչիկ, բուդ եւ այլ։ Այն ծիսական մասը, որ մենք միշտ հորդորում ենք եւ մեր հեռուստադիտողները իմանալով, որ մենք վերջի ազգային խոհանոցի ջատագովներ ենք, ուզում են այդ ծիսական կերակրատեսակների մասին շատ խոսվի։ Եվ այսօր մենք այդ առիթը պիտի տանք մեր հեռուստադիտողներին, տարեհացի մասին նշեցինք, խնդրում եմ բաղադրությունը դու բացատրես եւ ընթացքում արդեն նրա այդ ծիսական մասը կբացատրենք։ Այո։ Բաղադրության մեջ կան ալյուր, շաքարավազ, մածուն, ձու, ջուր կամ կաթ, այո, ով ինչպես կցանկանա։ Այո։ Մի քիչ սոդա, այս տեսնում։ Սոդա։ Խմորը շատ այդպես թթվային խմոր չի, խմորված խմոր չի, բայց այնուամենայնիվ պատրաստեցում մի քիչ պիտի հանգստանա։ Ահա, սոդան ու մածունը որ խառնում ենք, արդեն իրան կհասունացնի ավելի արագ։ Լավ, ես սկսեմ պատրաստելը, դուք կպատմեք։ Ես գիտես, որ խմորից այնքան հմուտ չեմ, հիմա հեռուստատողներ կասեն խոհարարությունից էլ ոչինչ։ Իսկ խորհրդի մասին ինչպես են թե կոպեկը դնում մեջը, ում բաժիներ են կնում, կպատմեք։ Այո, ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ ամենակարևորը տրամադրվածությունն է։ Բայց նախքան այդ գործին անցնելը, նախքան յուրաքանչյուր մթերքի հետ շփվելը, բարեկամներ, նախ պիտի մենք լավ տրամադրություն ունենանք։ Մի քիչ էլ աղ եմ ես ավելացնում շատ քիչ։ Ալյուրի մեջ ավելացնենք ձու, մածուն, մի քիչ կերակրի սոդա, աղ, շաքարավազ, սկսենք հունցել, հետո կավելացնենք ջուրը։ Ջուրը կամ կաթը, ըստ նախասիրության։ Զգում եք մածունի ու շաքարավազի խառնելուց ինչ անուշ բույր է գալի քաղցր։ Հա, զգում եմ, բայց նաև պիտի տեսնեմ, ճաշակեմ, որ ասեմ լավն է թե ոչ։ Կփորձենք։ Մենք փորձենք եւ գիտես առաջարկում եմ հենց պատրաստ լինելուց հետո հենց այստեղ կիսել ու տեսնենք ում են գնում։ Ներգրավել նաեւ մեր նկարանող խմբին եւ տեսնենք թե ում է ընկնելու, տեսնենք թե ում տարին է լինելու վերջի վերջո։ Որքան է հարկավոր խմորը։ Ես կարծում եմ, որ տան պայմաններում սա գոնե 1 ժամ պետք է որ հանգստանա խմորը, սենյակային ջերմաստիճանում, հա։ Քանի որ մենք հավելումներ եւ իսկ տաղավարային պայմաններում եւս 1 ժամ։ 1 ժամ։ Պիտի ծածկենք, չմսի։ Այո։ Որպեսզի չշորանա խմորը։ Այո, գոլորշացումը կասեցնելու համար։ 1 ժամ կհասունանա խմորը, այնուհետև մենք արդեն կսկսենք այդ արողակարգը, մետաղադրամի պահքը եւ կուղարկենք ջեռոց։ Գարիկ ջան, խմորը եկավ, հանգստացավ։ Այո։ Ես էլ նախապատրաստեմ դրամը, մետաղադրամը,
Տեսնենք թե ում պիտի ընկնի։ Մեծ ենք մի քիչ վերցրել։ Այդպես։ Պատկերացնում ես պատրաստելիս փոքրիկներ, տատիկներ, պապիկներ սպասում են, որ պատրաստվի, հետո կտրեն, կիսեն, ում պիտի ընկնի, ով պիտի ճաշակի, ում պիտի հաջողությունը ուղեկցի այս տարվա մեջ։ Այսինքն այս պատրաստման ընթացքը նաև արարողություն, արարողակարգ է եղել։ Ցավոք սրտի մոռացվեց, բայց կարծես թե կամաց վերականգնվում է, չէ՞ Գարիկ։ Իհարկե, կարծում եմ մեր հեռուստադիտողները նույնպես պատրաստեն, կփորձեն, ավանդույթը ինչ-որ կերպ կվերականգնվի։ Իսկ մի փոքր խմոր չես տա, մի ինչ-որ բան գրենք վրան տարեհացի։ Ահա, փոքր, այո։ Ջարդանք, դեղնուցը վերցնենք, չէ՞։ Որքան ջերմաստիճան պիտի լինի ջեռոցում։ 180 աստիճան եւ 20-ից 25 րոպե։ 180 աստիճան 25 րոպե։ Շատ լավ։ 20 րոպեից Նորից հիշեցնենք 180 աստիճան ջեռոցում եւ 20-25 րոպե։ Գնացինք։ Հարգելի հեռուստադիտողներ, տարեհացը արդեն պատրաստ է։ Հիմա ամենակարևոր պահն է։ Կտրատում ենք առանց միտումի։ Այո։ Ուրեմն մենք ռեժիսոր, օպերատոր, ասիստենտ եւ մենք 5 մասի 6 մասի կբաժանենք։ Անաչառությունը տեսնենք կա այնուամենայնիվ, թե ոչ։ Առաջինը ռեժիսորին Բիայնա Ստեփանյան, երկրորդը օպերատորին Անդրանիկին, երրորդը ասիստենտին Սոֆային, չորրորդը ինձ, ես 4 թիվը շատ եմ սիրում։ Այո, հինգերորդը ասիստենտ Աննային եւ 6-րդը պատրաստողին։ Դե սկսեցինք ճաշակելը եւ վերջում մի 2 րոպեից հետո կասենք թե ում ընկավ մետաղադրամը։ Գնացինք։ Եվ այսպես բարեկամներս մենք բոլորս փորձեցինք եւ վիճակը ընկավ Աննա Հովսեփյան, ռեժիսորի ասիստենտ, ահա մետաղադրամը, ես կարծում եմ, որ իր նպատակները պիտի այս տարի կատարվի, դա լինի ամբուստության նպատակ, դա լինի աշխատանքի եւ այլն։ Շնորհավոր ենք եւ ցանկանանք, որ իր նպատակները կատարվի այս տարվա մեջ։ Գարիկ ջան, խնդրեմ դու ինչ սպասելիք եւ ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին կարող ես դիմել, հղել քո ցանկությունները։ Ես մաղթում եմ քաջ առողջություն, սնվեք առողջ, ցանկանում եմ որ լինի խաղաղություն սահմաններում եւ հաջողակ տարի։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից շնորհակալություն պիտի հայտնեմ Գարիկին, իրեն նույնպես շնորհավորենք, թող գալիք տարին հաջողակ լինի, քեզ համար եղբայր ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ մեզ բոլորիս մաղթենք
Ամանորը թող շնորհավոր լինի, թող բոլորս ուրախ լինենք եւ բոլորիս սպասելիքները իրականանան։ Թող բոլորս ցանկանանք, որ մեր բանակը լինի հզոր, պետությունը լինի հզոր եւ մեր հասարակությունը լինի ուրախ, հարուստ եւ երջանիկ։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, հարգելի հեռուստադիտողներ, եւ հրաժեշտից առաջ, ինչպես միշտ ցանկանում եմ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Տարեհաց, ձու, 3 հատ, շաքարավազ 100 գրամ, մածուն 70 գրամ, ջուր 20 գրամ։ Շնորհավոր Ամանոր։